Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ Անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ Իրանի կառավարությունը հնարավորինս շուտ համաձայնության հասնի ու սպառնացել ոչնչացնել Իսլամական Հանրապետությունում քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հաջորդը կամուրջներն են, ապա էլեկտրակայանները։ Նոր ռեժիմի ղեկավարությունը գիտի, թե ինչ պետք է անել, եւ դա պետք է արվի շտապ, գրել է նա Truth Social-ի իր հարթակում։ Ավելի վաղ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Իրանի Բեկ-1 կամուրջը, որը ձգվում էր Թեհրանից արևմուտք գտնվող Քարաջ քաղաքի կիրճի վրայով։ Այդ կարևոր կառույցը Թեհրանը երկրի արևմտյան շրջանների հետ կապող մայրուղու մի մասն է։ Իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ կամրջի վրա հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, եւս 97-ը վիրավորվել։ Ըստ DPA լրատվական գործակալության B1 կամուրջը, որի կառուցումը դեռևս չէր ավարտվել, ուներ 132 մետր բարձրություն։ Իսլամական Հանրապետության ամենաբարձր կամուրջն էր ու երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների մաս էր կազմում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին արձագանքելով ԱՄՆ նախագահ Թրամփի Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները թիրախավորելու սպառնալիքին հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում անավարտ կամուրջներին հարվածելը իրանցիներին չի ստիպի հանձնվել։ Յուրաքանչյուր կամուրջ եւ շենք ավելի ամուր կվերականգնվի, ինչը երբեք չի վերականգնվել։ Ամերիկայի հեղինակությունը հասցված վնասը X-ում գրել է Արաղչին։ Իրանի բանակի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին էլ զգուշացրել է, եթե ԱՄՆ-ն շարունակի սպառնալ իրանական էլեկտրակայաններին հարվածելով, Իրանը կհարձակվի տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքների ու ամերիկացի բաժնետերեր ունեցող տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ընկերությունների վրա։ Միևնույն ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարում է, որ Իրանի կենտրոնական շրջանի երկնքում ոչնչացրել է ամերիկյան 5-րդ սերնդի երկրորդ F-35 կործանիչը։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 ինքնաթիռը խոցվել ու կործանվել է մեր առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով, ասվում է հայտարարությունում։ Իրանական լրատվամիջոցները տարածել են նաեւ կործանված ինքնաթիռի կադրերը, որը սակայն շատ մասնագետների պնդմամբ ոչ թե F-35 է, այլ F-15։ Բացի այդ, Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Աբոլ Ֆազ Շեքարչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտությունից արժանապատիվ դուրս գալու միջոց է փնտրում, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփի յուրաքանչյուր ելույթ ցուցադրում է նրա նվաստացումը։ Սակայն ըստ իրանցի պաշտոնյայի, իրենք հանգիստ չեն թողնի ամերիկացիներին, մինչև որ վրեժ չլուծեն այն ամենի համար, ինչ նրանք արել են։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատրաստվում է քննարկել ու քվեարկության դնել Բահրեյնի կողմից առաջարկված բանաձևը, որով նախատեսվում է պետություններին թույլատրել կիրառել բացառապես պաշտպանական, ոչ թե հարձակողական միջոցներ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումը ապահովելու նպատակով։ Բանաձևը, որը աջակցություն է ստացել Պարսից ծոցի 6 երկրների եւ Հորդանանի կողմից, ներկայացվում է այն պայմաններում, երբ աշխարհի տարբեր երկրներ արդեն զգում են նավթի հոսքի խափանման հետևանքները։ Նեղուցով սովորաբար իրականացվում է համաշխարհային նավթի մոտ 1/5-ի փոխադրումը։ Associated Press-ը հաղորդում է, որ բանաձևի վերջնական նախագիծը, որը գործակալությանը հասանելի է դարձել, էականորեն մեղմացվել է նախորդ տարբերակների համեմատ։ Նախորդ նախագծերով նախատեսվում էր պետություններին թույլատրել կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք ներառում էին նաև հնարավոր ռազմական գործողություններ, ապահովելու նեղուցով անցումը եւ կանխելու միջազգային նավագնացությանը խոչընդոտելու փորձերը։ Մոլդովայի խորհրդարանը հաստատել է անկախ պետությունների համագործակցության կանոնադրության չեղյալ հայտարարման նախագծի վերջնական ընթերցումը։ Այս մասին հայտարարել է Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի խոսնակ Իգոր Գրոսոն։ Ավելի վաղ մարտի 20-ին Մոլդովայի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հաստատել է ԱՊՀ հիմնադիր համաձայնագրի եւ կազմակերպության կանոնադրության չեղյալ հայտարարման նախագծերը։ Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը հայտարարել է, որ երկրին կազմակերպությունից պաշտոնապես դուրս գալու համար կպահանջվի 1 տարուց մի փոքր ավելի։
Համեմետ ընդդիմությունը կոչ է արել այդ պայմանագրերի չեղյալ հայտարարումը հանել խորհրդանի օրակարգից, սակայն իշխող գործողություն եւ համերաշխություն կուսակցությունը մերժել է այդ նախաձեռնությունը։ Միևնույն ժամանակ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Մոլդովան որոշել է դուրս գալ ԱՊՀ-ից, բայց վերապահումով։ Քիշնևը որոշել է դուրս գալ հիմնարար ԱՊՀ հիմնարար փաստաթղթերից, կանոնադրությունից, ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրից, սակայն դեռևս ցանկանում է պահպանել այդ կառույցի հետ կապված 104 տնտեսական համաձայնագրեր։ Հիշեցնեմ, որ Մոլդովան 2022 թվականից ի վեր չի մասնակցում այդ կառույցի աշխատանքներին, երկրի իշխանությունները հստակորեն հայտարարել են իրենց մտադրությունը վերաուղղորդել արտահանումը դեպի արևմտյան շուկաներ։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ երկիրը շարունակում է իր միջազգային իրավական շրջանակը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին ու եվրոպական ինտեգրման առաջնահերթություններին։ Ընդդիմությունը քննադատում է կառավարության կողմից ԱՊՀ համաձայնագրերը դադարեցնելու քաղաքականությունը, նշելով մոլդովացի միգրանտ աշխատողների ու տնտեսական կապերի համար ռիսկերը։ Ադրբեջանը եւ Թուրքիան Կարս քաղաքում կանցկացնեն Heydar Aliyev 2026 համատեղ զորավարժությունը։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ընդգծելով, որ զորավարժությունը անցկացվելու է ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության միջկառավարական համաձայնագրի շրջանակում։ Հաղորդագրության համաձայն զորավարժության նպատակն է ծրագրավորել ու իրականացնել համատեղ գործողություններ ժամանակակից պատերազմի սկզբունքներին համապատասխան, ապահովել արդյունավետ փոխգործակցություն, նպաստել համապարփակ մարտական ապահովման ոլորտում փորձի փոխանակմանը, ինչպես նաև բարձրացնել անձնակազմի գիտելիքներն ու հմտությունները։ Սցենարի համաձայն նախատեսվում է մշակել մարտական գործողություններ եւ հատուկ առաջադրանքներ տարբեր պայմաններում։ Նախարարությունը նաև նշել է, որ Ադրբեջանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումներն արդեն մեկնել են Նախիջևանից դեպի Կարս զորավարժությանը մասնակցելու համար։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել, մնացեք առաջինի հետ։